Հայ ջան, բարի օր։ Շատ կարճ մի կարևոր բան նորից ասեմ, անդադ ասելու եմ, համարյա ամեն օր այս մասին խոսելու եմ։ Ուրեմն սրանց այս հերետիկոսների նպատակը անձերը մի կողմ դրեք, անձերի հետ կապված չի։ Ով ուզում է լինել կաթողիկոսը, ինչպիսին ուզում է լինել կաթողիկոսը, նրանց թիրախը, այն ինչ իրենք ուզում են ոչնչացնել, դա 9-րդ աստիճանի այդ նվիրապետական աթոռն է։ Իզուր չէր այդ ուրեմն ճղճիմ սրիկան երեք գոռում, որ ինքը մանարխ է, շատ լավ գիտի, որ այո, մեր կաթողիկոսը միապետ է, մանարխ է։ Մեր աշխարհում ընդունված մանարխ է ինքը։ Ամենայն հայոց կաթողիկոսն է ինքը։ Միակ թագավորական, արքայական աթոռն է, որ մեզ մնացել է։ Եվ ուզեն, թե չուզեն, այդ անգլոսաքս, այդ կեղտոտ սիոնիստ, միոնիստ մնացած զրթու զիբիլները էդի պետք է ընդունեն։ Որտեվ դա միակ ձևը կորստելու, եթե ինչպես ռուսական ցարին, ինչպես ֆրանսիական թագավորին, ժողովուրդը, այսպես ճակերտների մեջ, դրանից զրկի, իր միապետին դրանից զրկի, այդ ժամանակ աթոռը կորստնում ենք։ Ահա թե ինչու է թատրոնը խաղացվում, ժողովրդի ձեռքով, այդ հուդասերիկանը, այն ճղճիմ սյոպիկտագորգորում, որ այնտեղ պետք է իրան հանել, ժողովուրդը դա կանի եւ այլն եւ այլն։ Ահա թե ինչ է ինքը մանարխ է գոռում, ինքը դու չգիտեիր ապուշ, այ ոչխարի գլուխ, դու չգիտեիր, որ ինքը մանարխ է, որ գնում էր ճեմարան, որ կանոնները կարդում էր եւ չէր հասկանում, որ այո ինքը մանարխ է։ Ուզում ես ընդունի դա, ուզում ես մի ընդունի, աշխարհն ընդունում է դա։ Քո նման նեոբոլշևիկների ճղճիմ ծառա դարձած սրիկայի ամբողջ նպատակը, այո, մեզ վերջնական արքայական աթոռից գահից զրկելն է, որը դեռևս մենք ունենք։ Հիշեք ժողովուրդ, ով ուզում է լինի այդ աթոռի վրա, միակ ձևը, որ մենք զրկվենք այդ աթոռից, եթե իբր թե իր իսկ հոտի, իր իսկ ժողովրդի ձեռքով գանկեցարվի, ինչպես ասեցի, ռուսական ցարը, եւ Ռուսաստանը հավերժ կորցրեց այդ ուրեմն աթոռը, ինչպես Ֆրանսիայի թագավորը։ Եվ էլի կան մանարխներ, որոնք կորցրել են, իսկ հիմա մնացած այդ մի քանի հոգին, հա, իմ կարծիքով, բացի Անգլիայի այդ սրիկա ուրեմն մանարխից, նաև կաթոլիկ եկեղեցին իր ուրեմն նվիրապետական աթոռով եւ եւս մի քանի այդպիսի որ կան, որոշել են, որպեսզի մեզ հայերից զրկեն վերջին մեր այո միապետական գահից, աթոռից, 9-րդ աստիճանի նվիրապետական գահից աթոռից։ Այդ հիշեք, եւ եթե դրան տեր չկանգնենք, կարանք ինքներս մեր ձեռքով փոսը փորենք, մտնենք մեջը, հողը լցնենք գլխներիս։